Էրեբունին որպես առաջատար բժշկական կենտրոն կաթվածի հայկական ասոցիացիայի հետ համատեղ առաջին անգամ նեյրոինտենսիվ թերապիայի համաժողով է կազմակերպել, որով ազդարարել են նոր մասնագիտության եւ նոր ասպարեզի մուտքը Հայաստան, վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի ոլորտում հանձնարարել զարգացնելու նեյրոինտենսիվ ծառայությունը։ Այսօրվա խորհուրդը նրանումն է, որ հայտարարենք եւ ասենք բժշկական հանրությանը մենք ուրախ ենք կիսվելու լավ լուրով, նոր մասնագիտություն է ծնվում։ Ինսուլտների ինտենսիվ թերապիա, բուժման նվազ-ինվազիվ մեթոդներ, ներգանգային ճնշման մոնիտորինգ եւ վերահսկում, ինչպես նաեւ ինֆեկցիոն բարդություններ։ Սրանք են այն հիմնական թեմաները, որոնք քննարկվում են նեյրոինտենսիվ թերապիայի համաժողովի ժամանակ։ Այստեղ են ինչպես Կանադայից, Միացյալ Նահանգներից ժամանած մասնագետներ, այնպես էլ մեր հանրապետության առաջատար բժշկական կենտրոնների ինտենսիվ թերապիայի բժիշկները, նյարդաբանները, նյարդավիրաբույժները, նաև պաթոլոգները։ Նեյրո ICU-ն վերակենդանացման, նյարդաբանության, նյարդավիրաբուժության միաձուլումն է, որտեղ մեկտեղվում են մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Եկեք նստենք միասին քննարկենք եւ տեսնենք, թե ինչքան ավելի բարենպաստ են, ինչքան ավելի լավն են բուժման արդյունքները, երբ որ իրենցով զբաղվում է կրթված երիտասարդ նեյրոինտենսիվ թերապևտ։ Ոչ մի վիրաբույժ առանց ինտենսիվ թերապիայի լուրջ ծառայության չի կարող ունենալ լավ արդյունքներ, հատկապես այնպիսի ծանր հիվանդությունների բուժման հարցում, ինչպիսին են կաթվածը, ինչպիսին են գլխուեղի անոթային բազում հիվանդությունները։ Էրեբունի բժշկական կենտրոնի հիմնադիր պրոֆեսոր Հարություն Քուշկյանի աջակցությամբ մեր հայրենակիցներ Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդաբան Միքայել Սկոնի, ինչպես նաև Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր, կաթվածների բուժման կենտրոնի համաղեկավար Վիգեն Բաբիկյանի նախաձեռնությամբ վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում Նեյրո ICU ծառայություն է ստեղծվել, որն այսօր բարձրակարգ բուժօգնություն է մատուցում հիվանդներին։ Պրոջեկտը սկսա մորավես 2 տարի առաջ, երբ գրցանք թիմ մգազմել եւ խոսեցանք դոկտոր Քուշկյանին հետ, դոկտոր Մանուկյանին հետ, որոնք համաձայնեցան, որ Երեբունի մեջ սկսենք ինտենսիվ քեր յունիտը։ Էրեբունի բժշկական կենտրոնի ղեկավարությունը, իդեմս Հարություն Քուշկյանի, իդեմս Միքայել Մանուկյանի միանգամից ընկալեցին արդիականությունը այս ուղղության, հավատացին դրան, հավատացին, որ այստեղ իմաստ ունի ներդնել ժամանակ, ռեսուրսներ, տարածքներ, ամենակարևորը ամենաթանկը ժամանակը, եւ դրա համար էլ մեր գործը գնաց։ Մինչ ծառայության ստեղծումը վերակենդանացման բաժանմունքի բժիշկները վերապատրաստվել են աշխարհի լավագույն այս ոլորտում առաջատար համալսարաններից մեկում՝ Բոստոնի համալսարանում։ Մենք Երեբունիեն 5 բժիշկներ գրգեցինք Բոստոն, դոկտոր Բաբիկյանի մոտ, որովհետեւ իրենք սկսին սովորել այս նյութին մասին եւ իրենք վերադարձան, մենք արդեն դարբերությունը գտեսնանք այդ դոկտոր Բաբիկյանի մոտ իրենց ստացած ուսումով Բոստոնի մեջ։ Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում նոր ծառայության գործունեության այս կարճ ժամանակահատվածում արդեն 6 տասնյակից ավելի հիվանդներ նեղ մասնագիտական բարձրակարգ ծառայություններ են ստացել։ Անցած 6 ամսվա ընթացքում կանոնավոր հիվանդներ կմտնան, կբուժվեն եւ արդյունքներով վերականգնենք անևոր հիվանդներուն արդյունքները շատ պոզիտիվ են։ Հիվանդները mortality մահվան թիվը բարձրացած է եւ ավելի առողջ անձեր յետուն գտանան։ Նեյրոինտենսիվ թերապիայի առաջին համաժողովին քննարկվող թեմաների շարքում այսօր արդեն օրակարգում են Էրեբունու արդյունքները։ Սրանից ավելի լավ բան չեն կարելի երևակայել Հայաստանի համար։ Ես շատ ուրախ եմ, շնորհավորում եմ բոլորին ու ուզում եմ, որ Երեբունի Նեյրո ICU-ն ամենահզորը լինի, արդեն չեմ կասկածում, որ ամենահզորն է։ Սա Նեյրո ICU առաջին, բայց վստահաբար ոչ վերջին հավաքն է Երևանում։ Էրեբունի բժշկական կենտրոնի նոր ծառայության ընդլայնման ու զարգացմանը զուգահեռ մասնագետները խոստանում են նմանատիպ հավաքները ավանդական դարձնել։ Հաջորդ հանդիպմանը Էրեբունի բժշկական կենտրոնի վիճակագրությունը կհամադրվի միջազգային տվյալների հետ, աշխարհի առաջատար բժիշկների հետ քննության կառնվեն ավելի շատ դեպքեր եւ բուժման առավել արդյունավետ արդյունքներ։